Ինչ կա ժողովուրդ, էս ինչ մոտոյա չէ։ Այսօր բավականին յուրահատուկ վիդեո ենք մենք նկարում BMW-ով ձետկա ոնց տենում ես։ Հիմա չես նոր ասեմ պլանը քաղաքում նկարելը չի, որտեղ ոնց տենում եք այս իրավիճակը вообще не в какую։ Դրա համար մեր պլանը մի հատ ռեսկը կռուկ տալն է, հասնել դեպի Չարբախ, մի քանի կռուկ տալ ընդ է ու հետ գալ ու ռիվյուն ու մեր կարծիքը բացահայտել ես մոտոյի հանդեպ ու ոնց որ թե Իսակովի կողմը շատ ավելի լավ կլինի ինձ թվում է մենք ստե как раз սիգնալը ուրա Okay, սիգնալը էտա մենք ստե как раз էսա մի հատ sound check կանենք Alright, սկզբում մեր 4 զգացմունքները երկրորդ կեսում վիդեոյի արդեն ավելի իրական մեր կարծիքները ես կտամ ու հաշվի առնել որ մենք նամանավանդ կենտրոնում ենք այս պահին գտնվում Ստե քշել ու խոսալը պալբոմը չի լինելու Alright Շատ հետաքրքիր մոտո է իրականում, շատ առումներով ինքը տարբերվում է ու գիտեմ շատերը այս մոտոյի մասին են երազում առանձնապես սենց օբշի շոտով չես նոր ասեմ մենք այս վիդեոյում հենց փորձելու ենք հասկանալ արդյոք ճիշտ են անում որ երազում են ու արդյոք ճիշտ չեն անում որ երազում են ինչ այս մոտոն ունի, ինչ չունի, որտեղ է ինքը ուժեղ, որտեղ է իր խնդիրները Ընդհանուր սաղ այդ տիպի կայֆերը մենք կքննարկենք ձեր հետ ժողովուրդ Առաջի բանը որ կարամ ասեմ տրաֆիկում քշելուց բավականին հեշտ է քշվում ինքը մեծ մոտոր է, բայց կապրիզ մոտոր չի որը որ իր պլյուսներն է ու իր մինուսներն է մարդը որ սիրում է պլավնես այս մոտոն լրիվ իր համար է նախատեսված մարդը որ սիրում է բուն էմոցիաներ Այդ արդեն մենք կբացահայտենք Իսակովի ճանապարհին ավելի։ Ինքը իհարկե quick shifter ունի, բայց ասեք մարդիկ որ ինձ ֆարերով են անում։ Միտքը որն է, ես դեպի օդ հելնեմ, հա։ Դեմս ակնհայտ ավտոները, ես ռակետի վրա եմ, էլի, ինձ չի որ քշող չեմ։ Թափով քանի կանգնած ենք։ Մոտորն ունի 113 նյուտոն մետր, եթե ճիշտ եմ հիշում, 11 հասարի վաղ, այսինքն պիկովի մոտո է, հա։ Ունի 205 դիաուժ զավոդից ինքը թյուն արած stage 1 ապամոյմու ծեմատիկան չգիտեմ, բայց բիթի թյուն է ու խեն թյուն անում, որտև ոչ թյուն վիճակում ինքը մի քիչ շատ քնած մոտո է իսկ սենց վիճակում բավականին լավն է Yeah! Ես սիգնալի տեղը իրա, հա չեմ կարում գտնել Alright Okay, Porsche քշողը Հա, մի րոպե Այս մոտոն լրիվ սենց քշելու համար է ժողովուրդ Թե չէ մարդիկ առնում են 50-ի տակ գլորվում են Ոչ մենք, baby Եթե ուզում եք էլի մոտոներ տեսնեք ռիվյուներում Կոմենտ կրեք անպայման Քանի էսի որս մտել է որ ինչ Ասենք որ ինչ էլի Այ, մարդիկ մտածում են, ասենք, Hyundai-ով 1.5 մոտոր տիկապնեն BMW-ի հետ, լավ էլ ժողովուրդ է, այդքան պետք չի էլի, հարի ֆլնել։
է կայֆը։ Yeah! Այսօր սես չոր էմոցիա ենք մենք տալիս ժողովուրդ, սուխոյ ոնց կա առանց ֆիլտրի։ Так, մենք ստե մի երկու հատ կռուկ կանենք ու հետ կգնանք արդեն իմ զգացմունքները ես կասեմ, ինձ թվում է այդ ավելի հետաքրքիր ձեզ կլինի, քան թե եթե ես հիմա զգացմունքներից խոսամ ու չկենտրոնանամ հենց քշելու վրա ու կայֆ ստանալու վրա ժողովուրդ ինչ կասեք։ Պավառոտ ուսես փոքր մանյովրներ, ինձ հեշտ է անում, բայց այդ շատ հաճելի է։ Առաջի զայազդը ոնց որ թե վատ չէր։ Չեմ կարում իրա կոնտրոլներն ոչ մի ձև կենտրոն այդ հարմարվեմ։ Սիգնալը ու մնացած ամեն ինչը մի քիչ շատ է ուրիշ տեղերում։ Բայց այդ լրիվ նորմալ է, որտեվ ամեն մոտո, ամեն արտադրող իրա պատկերացումը ունի, թե որտեղ պիտի ամեն ինչ լինի։ Մի բան է, եթե զգում եք, որ սես մինչև վերջ չեմ սխվում, այդ երևի թե նրանից, որ ես կասկա ունեմ այս պահին, որ իմ սպորտի կասկան չի, ես HGV-ով եմ այսօր, որ իմ վլոգինգի կասկան է, միկրոֆոն, կամերա և այլ, ու իրանով արագությունը ձետը 180-ի վաղտ, անենց արդեն ուրիշ այրոդինամիկան խախտվում է, որտև կամերա է, կախած ու սիմետրիկ չի ամեն ինչ։ Բայց ես թվում է առաջի անգամ քշելու համար մոտոն մենք պրինցիպի իրա պոտենցիալը հավեսով ցույց ենք տալիս։ Մի հատ եմ հիշացնում, որ այս ամեն ինչը լայք անել է պետք, որտեվ լայքելով դուք օգնում եք մեր կանալի առաջընթացին ու նաև այնուհետև որ էլիս ես վիդեոներ նկարեմ։ Իսկ էլիս ես վիդեոներ նկարելու ցանկություն այս պահին բավականաչափ շատ կա։ Տորբուզներ դուրս եկան, կստացի մոտոյի։ Մենք մեր արագ կտորը ոնց որ թե պրծանք քշելու ու հիմա մեզ սպասվում է ավելի հանգիստ քշելը, չնայած մեր դեմը հələ մոնթեն կա ժողովուրդ, այսօրվա ճանապարհ դեպի տանում է մոնթե, որից հետո մենք կհայտնվենք մեր նկարահանման կետում, ասում եմ, այս կարևոր կտորը, սպասեք այդ կտորին, վիդեոն եթե նայում եք ու ուզում եք իրական զգացմունքները դեռևս մի անջատվեք։ Բայց անկեղծ
ասեմ, սպորտը քշելը ոչ իմ ալպայնի կասկով մի քիչ ստրոմն է, կամինը ուրիշ ձևի զգացվում, վստահ եմ շուխուրն է այս պահին, դաժե միկրոֆոնի մեջ լսվում դրա համար աշխատում եմ ինչքան կարելի է կամաց քշեմ գոնե խոսալու ընթացքում մեզ սպասվում է նաև Իսակովի պրոբկա երևի թե որը որ իրականում ցույց կտա ինչքանով է պրակտիկ այս մոտոն, то есть մենք սա ամեն ձևի տեստերը որ անում ենք ժողովուրդ Պրակտիկության առումով ամենայն դեպս կարող ասեմ որ շատ պլավն է ակշում այս մոտոն вообще կապրիզնի չի ու երբ որ 4-րդ ես գցում, 5-րդ ես գցում, ասենք 70 քշելուց ինքը էլի կայֆոտ գնում է կոնուսի ճանապարհը կոնուսը շատ պատժող չի, էդ էլ ասեմ քանի մենք ստենք մի քիչ էմոցիաներից կհասցնենք հենց պրոբկում խոսանք Так, ունի նաև ինքը cruise control տաքացում ռուչկեքի լիքը մոդեր մենք այս պահին ամենաբարձր մոդի վրա ենք քշում Ֆարերի հետ կապված ինչ-որ ֆիշկեք ունի տիպը daylight running DRL типа просто под фар типа у ближней фары что-то սպաներնի չեմ խորանա դրա մեջ որտեվ չեսն որ ասեմ սես մոտո առնելուց այդ չի որ քեզ հետաքրքրելու է այն ինչ ամենայն դեպս մեզ հետաքրքրելու է մենք արդեն փորձարկեցինք մի հատ ուրիշ նյուանս որ այս մոտոն ունի այդ ահռելի էկրանն է այս պահին իհարկե որ դեմս դրած ավանց տեսնում եք հետաքրքիր սպիտակ մոդը ունի թե մենակ սևը որտեվ տարբեր էկրաններ ունի տարբեր կայֆեր ունի այդ արդեն կանգնած տեղում ձեզ ցույց կտամ բայց ասեմ նաև հետևյալը ես իրան Race Pro mode-ով եմ քշում այս պահին առաջի զայեզդն է ունենց մենակ traction-ը 3-ի վրա եմ դրել մնացած առումներով այս մոտոն զարմանալիորեն հաշվի առնելով թե ինչ է ինքը вообще չի վախացնում ժողովուրդ вообще չի վախացնում իրա լենությունը թեմա չի բարձրությունն է մի քիչ թեմա բայց այս վերջերս կարծես թե մոտոները սիրում են բարձր լինեն Okay, մենք մի 10 րոպե ստենք լնելու երևի Մենակ մի բանով այս պահին կարամ վատը ասեմ այս մոտոյի, որ ակնհայտ նեղվում է, այլ ես եմ նեղվում, այս, նետրալ գտնելը բավականին բարդ է իր վրա Իրականում BMW-ից ես ավելի հեշտ նետրալ կընկալեի, քանց ասենք Ducati ենքեն, Kawasaki նման ավելի բան կսպասեի Kawasaki նետրալը բավականին ամեն առումով հեշտ է, ինքը հենց իմացված է ինդուստրիայում, որ մարդիկ ջամփա տալը չեմ ջոգում, պալոշի վիճակով են նայում արա, ասա Եղածը մի հատ ֆուրգոն ես կամ առաքիչ ես կամ է տաքսի ես լնելու էլի եգյանք հաշի մենք եթանք Քան են անում մարդ չի դիմանում անպայման տինշոր մի հատ կեղտոտ բան խոսա չէ իրանց հաշվին Ազգին թվում է թե դու եթե ճամփա չտվեիր չնայած որ կյանքումդ օբշի շոտով բանի չես ասե Դες ճամփա չտվիր կարևորը ցույց տվիր թե ինչ բան ես էլի դու ժողովի դες դուխով տղա ես էլի ապե Խառոշիներից ես այ ասենք խի էլի ժողովուրդը ես եմ այսօր R1-ով եմ կամ BMW-ով եմ խոսքի ես եմ ուզում եմ արագ քշեմ դու ես ուզում ես կամած քշես սիրուն ճամփա դու այնով որ արագ կքշի այնով որ կամած կքշի Անեցը չի որ աչքիցը խիտ այ իրանք հետ ընծացում են ես են յան հետամ ու խծկվեմ Holy shit Ասենք ես պիտի անհետանամ, հա, ապա ատոմացվեմ, հա, մոլեկուլային լևելին ես գոյություն չունեն, հա
Նատուրի մարդկանց թվում է 2 կոպեկ փող են, դիզև սո էլի, ասես աշխարհը իրանցն է ալնելու։ Շատ եմ ներանանում ես ես հայրի ձեռ։ Alright, մենք հենց ենք եկել ու քննարկելու ենք այսօր BMW-ի զգացողությունները, ընդհանուր մեր կարծիքը, իրեն կտանք մենք red score, ամենակարևորը, եթե սս բաները ձեզ դուր է գալի, like ենք անում, comment ենք գրում ձեր երազանքի մոտոն ու անցնենք արդեն գործին։ Եկեք մի հատ աշկցենք իր էլեկտրոնիկային, որտեվ լիքը իր լուրջ, ոնց որ հասանելիք կայֆերը էլեկտրոնիկայի մեջ է։ Ինքը ունի իհարկե полный լուսավոր էկրան, այս արևին չգնամ։ Գերևա ինքը մարդավարի, թե չէ, այս անկյունը կգտնենք։ Alright, իհարկե հիշացնում եք սերվիզի մասին ու 100 էրորներ ա, որ ինքը կարա բերի ու հիշացնի քեզ։ Մի տոննա ինֆորմացիա, մի տոննա մեր մոտ տարբեր մոդեր, գնանք My Vehicle, ստեղ է մի քանի բան ստամ, որ error message-ներ, ակերի փչվածություն, ուրա, ակերի փչվածություն, երբ որ քշում ես տեղա գալիս, այս այդ դեմ հետև, Աշն բենզին, հոսանք եւ այլն, տենց կայֆ էր։ Ունի DRL, սա դեմի ֆարերն է սիստեմ ժողովուրդ։ I mean, yeah, բեմեն տեսքավ սերը։ Ունի մի տոննա նաստրոյք եք։ Եկեք հələ տեղը փորձենք գտնենք։ Onboard computer չէ, trip computer չէ, tire pressure չէ, menu ենք գնում, այսս բաները օրինակի համար, թե ինչ նաստրոյք եք կոմոդ, DTC-ն, wheel control, ABS, engine braking, թե ինչքան ռեսկիա տորմուզ տալու ինքը, արև դուրս է գալի, բան չի եմ էկրան, ունես 3 հատ race mode, ունես ստանդարտ նաև մոդեր, անձրև, բան, սենց կայֆեր։ Մենք ես բանք մենք race pro mode-ով։ Ես ամեն ինչ մեզ չեմ կարող խորանամ, որտեվ այդքան երկար այս մոտոնին ձեռը չի լինելու։ Alright, ժողովուրդ, քանի ես չեմ մոռացել, մի բան ես հիշեցնեմ, այս մոտորի վրա կա լրիվ ծեր կարբոն ակեր, ու ինքը վրոդի թույն է, բայց միաժամանակ կարբոնի ծակերը շատ լուրջ գլխացավանք են, որտեվ իրանց վրա ակ փոխելը, իրանցով լադոկ ընկնելը, բան շատ լուրջ հետևանքներ կարող ունենա։ Այս բանը իրական բան չի երևում, ու ես ձեռս բան չունեմ, որ մաքրեմ ու ձեզ ցույց տամ կարբոնը, բայց դի հավատակ այս բանին։ Ու ցետանովի sleep on it. Very cool. Okay, ու հիմա վերջնական մենք կխոսանք այս մոտոյի red score-ից։ Ժողովուրդ Առաջինը մեր մոտ գալիս է կոմֆորտը։ Ու կոմֆորտի պահով ես իրան երևի թե 10-6 ու շատ չմտածեմ այդ թեմայով էլ։ Ինքը ամենայնի կոմֆորտի մոտոն չի, ամենագերման մոտոն չի։ Մի քիչ ավելի բոյով է, քան ես սիրում եմ, չնայած որ սիձելինքը նիհար է։ Բայց կոնուսը, տորմուզը, իր մոդերը, իր ձեռները տականալը, իր cruise control-ը, ինձ թվում է 6-ը սպորտ բայկի համար են էսենց լիտրանոց 200+ ձիաուժերով։ Ինձ թվում է շատ լավ թիվ է։ Երկրորդը մեր մոտ գալիս է արագությունը։ Ու արագությունը ես հակված եմ տալ 9.5, 10-ը չգիտեմ ինչ է լինելու, բայց 9.5 հանգիստ ինքը կստանա։ Ինձ թվում է 10-ը պրոստը չհասնող բան է ու շատ սպորտ բայկեր 9-ների մեջ ես գտնեի կամ 9.5-ի, ինքը կատեգորիկ արագ է։ Չնայած որ տակերը իրա շատ ավելի ընկերասեր են, մեջտեղից մի հատ պահ է գալի, որ ցած իրոքից ինքը ավելի է բացվում ու զգում ես դու այդ սենց ականհայտ ու սենց վախը տալիս է ջանդ, շատ կայֆ է այդ պահը։ Ժողովուրդ, մի հատ է հիշացում, այս վիդեոն լայք արեք։ Մեր իր երրորդ կետը լինելու է practicalness-ը, practicality baby։ Ինքը practic մոտո չի, ժողովուրդ։ Չխառնեք ոչ մի բանի հետ, ինքը քաղաքում քշելու մոտո չի, քաղաքում ըլնում է իրան քշել ու բավականին կոմֆորտնի ոտ, բայց ինքը բացարձակ քաղաքում քշելու համար չի։ Եթե ես առնում եք քաղաքում քշելու համար, ինքն էլ ձեզ անիծելու եք առաջին 2 ամիսը որ անցնի։ Ինքը շատ ծանր է քշվում քաղաքում։ Հայլիների աբզորը շատ անհարմար է։ Ամեն առումով ինքը սպորտ բայկ է։ Ավելին ակնկալել իրականում չի լինի։ Պրակտիկալիստի կողմից ես կտամ իրան երևի թե 4 խեմ 4 տալիս կամ դաժե եկեք 3 քիչ հասնենք, որտեվ իր հետ բացի այնից որ ինքը սպորտ բայկ է, գալիս է կարբոնովի ակեր։ Ինքը տականալ սիրում է վсё же։ Սիձելիկը ամենակոմֆորտնին չի,
Задний սիձելիկ չունի ու տեղը չունի ինչ որ բան դնելու, то есть դու իրան որ քշում ես, մենակ իրան ես քշում։ Պրակտիկալնեսը 3։ Ու իհարկե ամենավերջնականը մենք իր տեսքը պետք է գնահատենք։ Անկեղծ որ ասեմ, տեսքի առումով ինձ շատերը ատել են ժողովուրդ։ Ու կոմենտ գրեք, եթե համաձայն չեք, բայց ես իրան տեսքի առումով կտամ երևի թե 7։ Ընթացքում դաժե կարող է 7.5 խի, որտեվ այս բաց ռաման, այս ընց ընդհանուր, որ շատ իրա ոնց որ մատորն է ավելի բաց, քան թե պլաստմասներով է ինքը փակ։ Թևերը մի քիչ չեմ սիրում, ես այդ սաղ մոտոների պահով կասեմ, թևերի մեծ սիրահար չեմ։ Ինքը սենց ընդհանուր շատ սեքսի է, բայց ինչ որ նյուանսներ կա, ասում եմ, այդ բացությունը, ես մտածում եմ, եթե ասենք նախորդ մոդելը բանանեի, իրան կտայի 8 կամ 9, որտեվ այն շատ սեքսուալ է։ Բայց այդ կարող է գալիս է նրանից, որ ես մեծ մարդ եմ, հին բաներ եմ սիրում, թազա մոդելները, թազա դիզայները շատ չեմ նախընտրում։ Ես այդ էլի եմ ասել վիդեոներում, դու ունես всё-таки BMW-ի նշան, twin կայֆոտ ֆարեր, կարբոնովի դիսկեր, դիսկերի կողքի ստիկերները շատ են սիրուն, աթրաշացիլով են, միշտ դուրս գալիս է, մոտենում եմ ես մոտենում ոնց ենք փայլում։ Դրանով մեր վիդեոն ավարտվում է ժողովուրդ։ Զենը լսեցիք, քշելուց տեսակ, հույսով եմ էմոցիաները լավ թարգմանվեցին, եթե այս վիդեոները ձեզ դուր է գալի, անպայման լայք ենք անում ու անպայման share ենք անում ժողովուրդ։ Մերսի որ նայում եք, ձեր Rider Red-ներ, տեսնում ենք մյուս վիդեոն։ Jesus man. Իսկ քաղաք չի, այսի չի մարդ։ Հələ ասենք, հələ որտե իցա պրոբկեն սկսում ու անհայտա ուրա գնում այդ պրոբկեն ժողովուրդ։